Ուշադրություն, վայրեջք են կատարել Լոնդոն, Երևան, Փարիզ, Երևան, Մոսկվա, Երևան, Բեյջինգ, Երևան, Մադրիդ, Երևան, ինքնաթիռները։ Այլևս պետք չէ ձեզ։ Դրանք կարող որոշ
կոչեցի հեռանալ ձեզանից։ Լսեցիք, հասկացաք, բա ինչ անենք, որտեղ փնտրենք հայոց գրերը, ոնց տուն բերենք։ Նրանք մնացել ու հեռացել են այնտեղ, որտեղ հայրն ու հայկականն է տիրում։ Նրանք հեռացել են դերիներ սեղն լրնի գագակները, դերիներ գետերի անարատակները, թաքնվել են այրանում քաղաքներում ու շներում։ Իսկ մենք կարող ենք նրանց վերադարձնել։ Արդ մեր տարին լեզուն է կկործնենք, իհարկե կկործնենք, օգնենք մեր գտնենք վրա։ Վերադարձեք ձեր արմատներին, գնացեք, խնդրեք ձեր լեռներին ու շերերին, գտեք մեր գետերի ակունքները, հարցրեք, ով եք դուք, որտեղից եք գալիս, համոզեք հայոց տարրերին, որ նրանք պետք են ձեզ, և նրանք կվերադառնան։ Դե գնացի, ինչ է տակնեք, քիչ ժամը մենք է մնացել, պետք է վերադարձնենք այոց տարրերը։ Վայ, մամա ջան, ինչքան գործ ունենք անելու։ Դե գնացի, առաջինը ուր ենք գնալու, լեզներ, գետեր, թե քաղաքներ, իթե պաշենք, մենք այդով, արերած, շուտ հայեր, Yes,
Օտարով շատ կետեր, մենք չունենք, շատ հեշտ է խնդրին այդ կատարել, բայց գետը մեր փոքրիկ պետության և քաղաք նույնանում Վրաստան։ Դե արդեն քիչ մնաց ժամանակ, հիմա էլ ուրիշ տեղ որոնենք Մեսրոպյան տառերը մեզ սրբազան։ Դե գրանք շատ գործներ ունեն, դե ոչքան տեղ պիտի որոնեն։
եմ մեր բերանի։ Մելեզուն ծուխն է մեր տան, մեր կշվեր աշխարի մեջ, նա աղն է մեր իքրության, էության խորութը մեզ։ Մելեզուն այրունն է մեր, այրունից ավելի թան, մեր բունուքն ու գունն է մեր, մելեզուն մեկ են կորկան։ Դա պիտի մեր առաջել ու վերջին սերը լինի, ինչ ունենք ել աշխարհում, որ ասքան մերը լինի։ Եկել ենք պահպանենք աչքի լույսի պես, մեր նախնիներից սուրբ կանգա որպես, մեր գանձերի գանձ ողջ եզերքում, հավերժի ճախոր մեր հայոց լեզուն։ Հայոց այբուբերնը կախարդական բանալին է այն դրան, որը բացելով կսկսենք այլենք մեր մեզ երազանք տանող ճանապարհով։ Ո՞ն է մեծ երազանքը։ Վերականգնել մեր մեծ տունը, մեր ամբողջական հայրենիքը, մեծ հայքը։ Իսկ դրա համար ինչ պետք է անել։ Դրա համար պետք է, որ աշխարհում սփռված բոլոր հայերը չմոռանան հայոց լեզուն, որ ուռեր ազատնան, այնքանից են ուշադանան, որ պայթեն պետության սահմանները ու հայահեղեղով ծածկեն Արցախը, Արարատն ու Վարը, Լուշն ու Սասունը, մեր իրական հայրենիքը, մեր հայքը։ Ուշադրություն, թռիչքի պատրաստվեն Երևան, Լոնդոն, Երևան, Փարիզ, Երևան, Մոսկվա, Երևան, Բեյջինգ, Երևան, Մադրիդ մեկնող ուղևորները։ Եղել են ուրիշ երկինքների տակ, խմել են ջուրը այլոց ջրհորի, հող կար դեղնավու, հող կար սպիտակ, բայց ույրը չկար մեր քարով հողի։ Տեսել եմ անցի շպտացող աչքեր, ծավիլատիր թողչան հող լեզուն, որս հորիներից իստուն են կանչել, հայ աչքերի թողչացող լեզուն։ Հերո ափերում խորելով անվեր, սիրտուց ոչ մի պահ չի հանդստացել ու երբ ինքսից չեմ հաղթելի մեջ, ամեն ինչ թողել ու տուն եմ դարձել։ Հայրենիքան հայրենական չի պես, չի լքել հոգի ու ոչ մի բայր, ու չեմ հասկան ինձ թերեակտել, որ ինձ կապում է ինքեն դարձել։ Մենք ուզում ենք ապրել այդտեղ, այս քարքարոտ հողի վրա, մեր անամյա գոյը փաստել, ծլարկելով քարին վրա։ Մենք ուզում ենք սերունդերին թողնել երկիր հզորագույն, ապենք մեկտեղ, մի եթոքի, մի արևի հավանուտար, տալով մեզի երկրի փարքի, մի նոթրիչ քունոր մի պյան։
կարծես ծափահարի որ Այբենարանի հանդեսումի գաղափարով, իր խորհուրդով բացառիկ է, որովհետև երեխաները բեմից հնչեցրին և կոչ, և ահազանգ, որպեսզի այն ավանդը, այն սրբությունը, որ ստացել ենք մեր նախնիներից, իբրև պատգամ, կարողանանք սրբորեն պահել, պահպանել և փոխանցել մեր ապագա սերունդին։ Հասկացանք, որ վերջում երեխաները չգնացին այլևս արտասահման, որոշեցին մնալ իրենց հայրենիքում, շենացնել իրենց երկիրը, պահել ու պահպանել ամենակարևորը մայրենի լեզուն, որովհետև մայրենի լեզուն է մեր ինքնության արտահայտիչը, մեր ինքնության դրսևորումը ամբողջ աշխարհում։ Այբենարանի հանդեսը յուրօրինակ, կարծում եմ, յուրօրինակ քննություն է և ուսուցչի, և աշակերտների համար։ Մանավանդ առաջին դասարանցիների համար, որոնք ընդամենը մի քանի ամիս է ոտք են դրել դպրոց և մի քանի ամիս է ինչ տարաճանաչ։ Շնորհակալություն եկեք հայտնենք ընկեր Շմավոնյանին, համեցեք ընկեր Շմավոնյան։ Աշխատանքի համար, ընկեր Շմավոնյանի նվիրվածության, ջանքերի, պատասխանատվության համար։ Առանձնահատուկ ուզում եմ նաև չառանձնացնել շնորհակալություն հայտնել առաջին դասարանի հետ աշխատած մեր սիրելի հոգեբան փորձառու Իրինա Բարսեղյանին, նաև մեր օրինական, հոգարտար, նվիրված աշխատակից Իզաուրա Գրիգորյանին, որոնք մշտապես եղել են ընկեր Շմավոնյանի կողմից։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր սիրելի ծնողներին, մշտապես մեր կողքին գտնվելու, մեզ համար, մեր երեխաների համար, ոգուտ մեր երեխաների ջանք ու երանգ չխնայելու համար։ Շնորհակալ եմ բոլորիցս, ապրեք, շնորհակալություն նաև մեր